Ձեզ կին տղամարդ հարաբերություններ ընկերություն Ոչ, ես չեմ կարծում, որ ընկերություն գոյություն ունի։ Չգիտեմ, միգուցե առերես դա գոյություն ունի, բայց հաստատ հոգողորկում նման բան չի լինի։ Ինչ որ մեկի կողմից զգացմունք կլինի։ Այդ դեպքում ինչու են կանայք ու տղամարդիկ միշտ հակառակ սեռերի մոտ ընկերություն։ Չգիտեմ, կանայք երևի ինձ թվում է կանայք եթե հակառակ սեռի մոտ են փնտրում ընկերություն, աղջիկների մեջ նախանձը մի փոքր ավելին է։ Առերևույթ բաներ շատ են լինում։ Չեն ասում են, ինչը որ ասենք, հետո տղամարդը ինքը ավելի, չգիտեմ, էլի ավելի ստույգ կարող է այդ հարցերին պատասխանել, տղամարդու տեսանկյունից պատասխանել, ավելի աշխարհայացքը մի քիչ ուրիշ է։ Կնոջ ընկերության հիմքը ըստ ինչն է եկած եւ տղամարդու ընկերության հիմքը որն է։ Երևի, չգիտեմ, կոնկրետ ինձ թվում է անվստահությունը, ասենք, եթե կինը փնտրում է որպես ընկեր տղամարդուն, ինձ թվում է անվստահությունն է ընկերուհու հանդեպ ունեցած անվստահության մեջ։ Հնարավոր է։ Գալիս է կնոջից ու տղամարդուց, նայած իրանք ոնց են այդ ամեն ինչը նայել։ Յուրահատուկ է, էլի ամեն մեկին իր ձևով է նայել։ Ո՞ր է կնոջ ընկերության հիմքը եւ տղամարդու ընկերության հիմքը, ինչն է կարևորը իրան։ Տարբեր փոխկապակցվածություններ կարող լինեն, կարող է գործնական առումով, ասենք, շփումներ է, ընկերական կապ ձևավորվի, տարբեր է։ Հաճախ ասում են, որ ին տղամարդ հարաբերություններում ընկերության նրանցից որևէ մեկը պարտադիր վերջը սիրահարվում է։ Հնարավոր է, դա էլ է ընդունելի տարբերակ։ Ավելի շատ դա ավելի հավանական է, իմ կարծիքով։ Դուք ունեք աղջիկ ընկերներ։ Ունեմ, այո, ունեմ։ Դե շատ քիչ մոտ է ստացվում, բայց ինձ մոտ կա։ Հաճախ ասում են, որ այդ հարաբերությունները վերջը մեկը սիրահարվում է։ Հա, լինում է։ Ձեզ հետ նման դեպքում։ Հա, հենց հիմա կինս, իմ ընկերին։ Դուք ձեր կյանքի փորձից ելնելով ինչ եք կարծում կին տղամարդ հարաբերություններում կա ընկերություն։ Լինում են, ես անձամբ ունեմ այդպիսի ընկերներ, որ նորմալ ընկերական հարաբերություն է, ոչ ավելի մոտ, ինչպես ասենք կինը կնոջ հետ ընկերություն կանի։ Իսկ ինչու է ընդունված, որ կինը տղամարդը չեն կարող ընկերներ լինել, որտեղ հենց հակառակ սեռ են ու կարող են ժամանակի ընթացքում զգացմունքներ ունենալ միմյանց նկատմամբ։ Ես չի ասին, այս դա ինչ հիմքի վրա է ստեղծված։ Եթե դպրոցում 10 տարի սովորում ես, հա, կողքի նստած ընկերոջը մեկ նայել որպես եղբայր։ Ու այդ անջրպետ ոնց որ լինի այդ արանքում, որ չլինի այդ մյուս հարցերը արդեն ինքնին ծնվում են, գիտեք, ոնց է ծնվում իրար համակրանքով, հետո մի քիչ ուղեղը պիտի գործի, էլի ոչ թե մենակ անասնականը, սենց կարող եմ ասեմ։ Շատ լավ, իսկ ո՞րն է կնոջ ընկերության հիմքը, դեպի ձեզ համար, ո՞ր եք համարում։ Ազնվություն, անկեղծություն, նվիրվածություն եւ ըմբռնում, եթե կա իրար մեջ ըմբռնում, ուրեմն ընկերությունը կկայանա։ Իսկ եթե չկա, ասենք, ժողովրդական այդ խոսք կա, որ ասում են տարի տակը բան են, պատճառ են ման գալիս, չէ, պիտի պարզ ուլալ, ես ունեմ 30 տարվա ընկերուհիներ, որոնք փառքաստում չէ, այսօր կան իրանց ողջունում են բոլորին։ Կարծում եմ, այո, ինչու ոչ։ Բայց կա տեսակետ, որ հնարավոր չէ ինչպես իսկ կանենք։ Կարծում եմ կարող է ավելի հեշտ, քան կին հարաբերություններում։ Այո։ Իսկ ինչու կա տեսակետ, որ նման բան չի կարող լինել։ Շատ հաճախ այդ ընկերությունը միգուցե վերածվում է ոչ թե ընկերության, այլ տղամարդկին հարաբերությունները, բայց կա։ Ո՞րն է տղամարդկանց համար հիմքը ընկերության, ինչն է կարևորում։ Սովորական ընկերության հիմքը ինչն է։ Նույնն է եւ դա։ Ձեզ համար ո՞րն է պատիվ։ Վստահություն եւ ինչպես ժողովուրդն է ասում, մարդը լինի։ Վստահությունը։ Դուք ունեք աղջիկ ընկերներ։ Ունեմ։ Եվ նրանց նկատմամբ որևէ զգացմունք երբևէ չեք զգացել կամ նրան որպես աղջիկ դիտարկել։ Չէ։ Կին տղամարդ հարաբերությունը շատ նուրբ հարաբերություն է, բայց ես կարծում եմ, որ կին տղամարդու մեջ չի կարող լինել ուղղակի զուտ ընկերական։ Մեկը վերջում էլի ինչ-որ մի ճեղք տալու է։ Ինչու՞։ Չգիտեմ, էլի մի քիչ դժվար է տղամարդկանց համար էլ, կանանց համար էլ,
Կարան լինեն լավ ընկերներ, բայց ասենք դուք ի՞նչն եք բացառում, սեքսն եք բացառում ընկերության մեջ։ Չէ, միմյանց նկատմամբ Հարգանքը։ ունենալը։ Զգացմունքը, ասիկան սիրեն իրար մեկը մյուսին։ Կարա տենց բան լինի ու շատ լավ կարա լինի, որտեվ եթե տղամարդը նվիրվում է, շատ լավ է նվիրվում, նույնը կարող եմ ասել կնոջ համար։ Մի խոսքով կստացվի։ Այսինքն կարող է ընկերություն լինել։ Ընկերություն կարող է լինել։ Կարա լավ ընկերություն լինի, որտեվ իմ համար կինը ավելի լավ ընկեր կարա ինձ լինի, քան տղամարդը։ Որտեվ եթե լավ կին ընկեր ունենաս, դա նշանակում է դու ես կյանքում մի մեծ ձեռքբերում ունեցար։ Նույնն էլ կարամ ասեմ կնոջ համար։ Որտեվ ասենք տարբեր սեռ է, ու դու եթե մյուս սեռի նկատմամբ գտնում ես, որ ինքը կարա քեզ ընկեր լինի, ամեն ինչ դրած մի կողմ, դա արդեն շատ մեծ բան է։ Որտեվ տղեն տղու հետ գիտի, որ կարա ընկերություն անի, աղջիկն է գիտի, աղջիկը որ կարա ասի, լսի գիտես, այսօր էս եղավ, այն եղավ։ Կարող է։ Խոսեք մի փոքր ավելի։ Գիտեք ինչ, եթե մարդը պարզ է խոսում, անկեղծանում է եւ տարիների ընթացքում փորձ է բերում, նա զգում է, որի հետ կարելի ընկերություն ունի, իսկ որի հետ ոչ։ Բայց չէ՞ որ նրանք հակառակ սեռեր են, գուցե։ Դա ինչ կապ ունի։ Դա կապ չունի։ Բոլորը են, ես ունեցել եմ եւ ընկերներ, եւ ընկերուհիներ, եւ մինչ այսօրը, ով որ կա, բոլոր հետ է շարունակում եմ։ Ձեր տղաընկերներից որևէ մեկը երբևէ ձեզ այլ աչքով որպես կին այդպեսին չի դիտարկել։ Չէ, Շատ լավ։ որպես քույր է նկատել։ Քույր եւ ընկերուհի։ Այսինքն կին տղամարդ հարաբերություններում պետք է քրոջ եւ եղբոր Կա տարբերակներ։ Իհարկե կա։ փորձեք մի փոքր ավելի մեկնաբանել, ինչպես եք դա հասկանում։ Իմ գործի բերումով շրջապատում ունեմ այլ շատ աղջիկ ընկերուհիներ, քան տղաներ։ Այս պատճառով իմ փորձից ելնելով ասում եմ, որ կա այդ հարաբերություններ, ընկերական հարաբերություններ կան։ Չի եղել երբևէ որ դուք կամ կին ընկերների կողմից այլ բան զգաք։ Սեր կամ նմանատիպ ինչ-որ զգացում, որ ընկերությունից ավելի առաջ է անցնում։ Ну, եղել են դեպքեր եւ ընթացքում ինչ ա եղել, հա, դրա մասին է հիմա հարցը լինելու երևի։ Վերջաբանը ինչ ա եղել։ Ես ուզում եմ հասկանալ դուք երբևէ ունեցել եք որ ընկերուհու սիրահարվեք, բայց ի սկզբանե նրան որպես ընկեր եք դիտարկել։ Եղել է դեպքեր, բայց լավ չի վերջացել այդ ամեն ինչը։ Այսինքն Մեր ընկերական հարաբերություններին վերջ է եկել ու վերջ։ շատ լավ, իսկ տղամարդու ընկերության հիմքում ի՞նչն է ընկած։ Ձեզ Իսում ավելի շատ հավատարմությունն անգած։ կանանց ընկերությունը ինչով է տարբերվում ձեր ընկերությունից։ Իշտում ավելի շատ մի քիչ ավելի ուրիշ ֆորմատում այդ ընկերությունը։